Քաղաքացիական պայմանագիրը սահմանադրության փոփոխության հարցի մասին կխոսի, երբ ժամանակը գա։ Խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի արձագանքն է հարցերին, թե նոր ձևավորվող խորհրդարանում կառավարող ուժը սահմանադրական հանրաքվեի հարցը բարձրացնելու հնարավորություն չի ունենալու։ Ալեքսանյանը հերքեց լուրերը, թե այդ հնարավորությունն ապահովելու համար քաղաքացիական պայմանագիրը գործարք է առաջարկել Բարգավաճ Հայաստանին։ Միակ գործարքը, որ առաջարկում ենք ԲՀԿ-ին ու հիմա էլ առաջարկում եմ, դա այն է, որ մաքսիմալ արագ ժողովրդից գողացվածը վերադարձնեն ժողովրդին։ Մենք ասահմանափակ այդ փողի մեշոքով Հայաստան եկած Հայաստանի քաղաքացիներին արտերկրից բռնաճնշումներով Հայաստան ուղարկող ամբողջ Հայաստանը ընտրակաշառքի մեջ թաթախած այդ օլիգարխիկ ուժերին ջախջախել ենք, գցել են գետնին եւ նրանց վրայով քայլել են քաղաքական իմաստով։ Միաժամանակ նա ընդգծեց, նոր խորհրդարանում ԿՊ-ն որևէ խնդիր չի ունենալու։ Հայաստանում խնդիր ունենալու են մենակ օլիգարխները եւ նրանց ընտրատասովշիկները։ Առաջիկա 5 տարում նրանք այդ խնդիրներից չեն ազատվելու։ Իրանք այնքան խնդիր են ունենալու առաջիկա 5 տարում, որ ես չգիտեմ էլ թե ինչ անել։ Ես խնդրում եմ, այս օլիգարխիկ կլանի ու այս անսահմանափակ փողի մեշոքների ջախջախումը մի փորձեք դից նվաստացնել։ Վահագն Ալեքսանյանը նաև անդրադարձել է ընդդիմության կանխատեսմանը, թե Հայաստանում Գյումրի 2 է լինելու։ 680,000 քվեի փոխարեն նախորդ անգամվա մենք ստացել ենք 727,000 քվե։ Շատ հետաքրքիր արձանագրումներ էլ անեմ հատուկ ձեր համար։ Երևանի բոլոր վարչական շրջաններում ԿՊ-ն առաջատար։ Բոլոր վարչական շրջաններում ԿՊ-ն առաջատար։ Չկա մի շրջան, որտեղ մեզնից շատ հավաքած ուժ կա։ Անցած անգամ 2 վարչական շրջան կար, որ այդպես էր։ Գյումրիում ԿՊ-ն ստացել է 50%-ից ավել ձայն, 27000 քվե եւ 50%-ից ավել ձայն։ Սա ի պատասխան բոլոր այն եռագլխիկների, որոնք պնդում էին, թե պետք է Հայաստանում Գյումրի 2 անեն։ Գյումրեցին ցույց տվեց, որ ինքը Գյումրի 1 է անում, ու ես կարծում եմ, որ Գյումրիի այդ քվե կորզելու, քաղաքացիներին խաբելու, քաղաքացիներից խաբեությամբ քվե կորզելու պատասխաններ սա Գյումրիի ԿՊ-ի 50+%-ը, 27000 քվեն, դա դրա հստակ արձագանքն է գյումրեցիների ու ես մեր գյումրեցիներին հատուկ շնորհակալություն եմ հայտնում։ Հունիսի 7-ին արձանագրվել են ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ։ Նաեւ մշտադիտարկում է իրականացվել իրավախախտումներ հայտնաբերելու տեսանկյունից։ Ներքին գործերի փոխնախարարի արձագանքն է։ Արձանագրել ենք մի շարք դեպքեր, դրանց մի մասը ստուգման փուլում են եւ ձեր կողմից նշված է հնարավոր ծեծի, խուլիգանության, այսպես ասած դեպքերը արձանագրվել են եւ հաղորդումներ են ներկայացվել նախաքննության մարմին։ Ես այս պահին այդպիսի որակումներ չէի տա, որ դրանք քաղաքական են կամ քաղաքական չեն, բայց բոլոր ընտրատեղամասերում եւ ընտրության հետ կապված դեպքերը արձանագրվել են։ Մի մասը ուղարկվել է քննչական կոմիտե, ինչի մասին մենք պարբերաբար 3 ժամյա պարբերականությամբ հայտարարել ենք։ Եվ մի մասն էլ ստուգվում է, որոնք կամ հերքվեն, կամ կհերքվեն, կամ նույնպես կներկայացվեն քննչական մարմին։ Նրա խոսքով շուրջ 100 գործ է ներկայացվել քննչական մարմին։ Հնարավոր է այլ աղբյուրներից քննչական կոմիտեն եւս ստացած լինի հաղորդումներ, ասաց նա։ Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ոստիկանությունը համարժեք չի արձագանքել ընտրությունների անցկացման ընթացքում ընդդիմության բողոքներին, փոխնախարարը շեշտեց, ընտրական գործընթացները տեղի են ունեցել գերթափանցիկ եւ ընտրական պրոցեսների եւ հնարավոր իրավախախտումների մշտադիտարկման տեսանկյունից։ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն էլ անդրադարձավ հունիսի 7-ի ընտրությունների ընթացքում որոշ տեղամասերում զինծառայողների սահմանված ժամից ուշ քվեարկելու վերաբերյալ տեղեկություններին։ Ընդգծեց, որ ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն զինծառայողն իրավունք ունի կատարել քաղաքացիական իր պարտքը։ Մեր զինծառայողները ընտրատեղամասի տարածքում եղել են սահմանված ժամին, այսինքն ոչ մի զինծառայող ընտրատեղամասի ուշ չի ներկայացել։ Ասրյանը խոսեց նաև Ռուսաստանից ընտրությունների համար Հայաստան եկած Հայաստանի քաղաքացիներին վարժական հավաքներին մասնակցելուն։ Արդյոք այդ անձանց վարժական հավաքին մասնակցելու ծանուցագրեր ուղարկելով բանակը հասարակության շրջանում չի ընկալվում որպես պատժողական գործիք, գլխավոր շտաբի պետը նկատեց։ Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի էլ լինելու։ Դա վստահ եղեք ու դուք պետք է ուրախանաք մեր բանակով, Հայաստանի Հանրապետության բանակով, որովհետև բանակը ինքնըստինքյան ուրախանում է իր հասարակությամբ, իր ժողովրդով, որովհետև բանակն էլ մեր բոլորի զավակներն են։ Բանակի վարժական հավաքների պետք է ընդգրկվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող
Դա ոչ ոք չի մարդը, վիճարկում։ պահեստազորայինը, ով որ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, համապատասխան նաև տարիքային շեմի մեջ է մտնում եւ իրենք հաշվառված են Հայաստանի Հանրապետության տարածքում, Երևան քաղաքում կամ մարզերում, այս կամ այն զինկոմիսարիատներում։ Զինկոմիսարիատը իրավունք ունի, հաշվի առնելով, որ նրանք հաշվառված են եւ իրավունք ունի նաև նրանց ուղարկի համապատասխան թուղթ, որ իրենք էլեկտրոնային տարբերակով, որ իրենք զորակոչվում են բանակ վարժական հավաքին մասնակցելու, ես դա սխալ չեմ։ Ինչ վերաբերվում է ընտրություններից առաջ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից Զվարթնոց օդանավակայանում ստուգումներ իրականացնելուն, Ասրյանը շեշտեց, ռազմական ոստիկանությունն այնպիսի կառույց է, որ իրականացնում է օպերատիվ աշխատանք, եւ այդ շրջանում իրենց իրականացրած աշխատանքը եւս եղել է օպերատիվ աշխատանքի շրջանակում։ Նա ընդգծեց 2023-ից Հայաստանում անցկացվում են 25-օրյա վարժական հավաքները։ Հավաքների մասնակիցների թիվ չնշելով, Ասրյանը նկատեց, արդեն բազմաթիվ քաղաքացիներ իրենց պարտքը կատարել են մասնակցելով վարժական հավաքներին։ Մերի Խաչատրյան, Արամ Հարությունյան, լուրեր։